Տարածաշրջանի ոչ պաշտոնական 3 գումարած 3-ը վերակենդանացնելու պաշտոնական խոսակցությունները Երևանից Մոսկվա հասան, ձգվեցին մինչև Բաքու։ Առաջինը Հայաստանի վարչապետն էր, ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնից ընդգծեց հարթակի կարևորությունը, թեպետ նախորդ տարի, երբ հարթակին նոր շնչառություն տալու առաջարկ կար տարածաշրջանի խոշորներից, պաշտոնական Երևանի համար հատկապես այս ձևաչափում Բաքվի հետ երկխոսելը նպատակահարմար չէր։ Կարևորում եմ նաև 3 գումարած 3 ձևաչափը, որը մեզ համար կարևոր հարթակ է մեր տարածաշրջանի երկրների հետ երկխոսելու եւ Ռուսաստանի Դաշնության հետ մեր ավանդական երկխոսությունը զարգացնելու համար։ Չնայած մենք Ռուսաստանի հետ մշտական ակտիվ շփումներ ունենք երկկողմ ձևաչափով։ Փաշինյանի այս ելույթին ժամանակագրորեն հաջորդեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի հայտարարությունը, թե Ռուսաստանը կողմ է մինչև այս տարվա ավարտը 3 գումարած 3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի 4-րդ նախարարական հանդիպման անցկացմանը։ Կոպերկինը բանաձևեց, հայ-ամերիկյան երկխոսության շրջանակում քննարկվող շատ հարցեր շոշափում են նաև մյուս հարևան երկրների շահերը։ Այդ պատճառով 3 գումարած 3-ը դառնում է բազմակողմանի երկխոսության օբյեկտիվորեն պահանջված մեխանիզմ։ Մենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև շփումների մեջ ենք, որովհետև հերթականության հարց կա։ Այսինքն, եւ հայկական, եւ ադրբեջանական կողմերը պատրաստ են նման նիստ անցկացնել իրենց երկրներում։ Միայն պետք է համաձայնեցնել հերթականության կարգը։ Մենք բնականաբար ամեն կերպ օժանդակում ենք դրան։ Տարածաշրջանի նախարարական նիստը կլինի թե ոչ, առայժմ պաշտոնական տեղեկություններ չկան, բայց Բաքվից առանց ավելորդամեստության ու նաև ըստեյության կրկնելով դեսպան Կոպերկինին, մի նույնական ելույթ էլ Ադրբեջանի փոխվարչապետն է ունենում։ Մուստաֆայևը երկրորդում է, այո, տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի արդիականությունը ավելանում է։ Այս նախաձեռնությունը լրացնում է առկա երկկողմ եւ այլ համագործակցության ձևաչափերը, ամրապնդում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաեւ ստեղծում է տնտեսական աճի եւ առաջընթացի նոր հնարավորություններ։ Անհրաժեշտ է խրախուսել մեր երկրների միջև տնտեսական եւ առևտրային համագործակցությունը, հիմնված հավասարության եւ փոխադարձ օգուտի սկզբունքների վրա։ Պետք է շարունակել նաեւ աշխատանքը ներդրումային նախագծերի իրականացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Ներդրումային ինչ նախագծեր է ուզում ադրբեջանցու սիրտը, տնտեսական առևտրային համագործակցություն, այն դեպքում, երբ գոյություն ունեցող ստատուս քվոն օգոստոսի 8-ից հետո այնպես չէ թե միանգամից փոխվել է։ Տարածաշրջանի թոփ նորությունն էլ Թրամփի երթուղին, որ թմբկահարում են, թե այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է, դեռ թղթի վրա է։ Այս հարթակն ինչպես պետք է տարածաշրջանի նոր առաջընթացն ապահովի, երբ տրանսպորտային հաղորդուղիները գոնե Հայաստանի հետ շարունակում են շրջափակված մնալ։ Նկատենք նաև Մուստաֆայև պարոնի բառերը, խոսքը հայ-ադրբեջանական նախախաղաղության պայմանագրի տերմինաբանությամբ է ողողել։ Հավասարություն, փոխադարձ օգուտ, քաղաքագետն ասում է, հենց այստեղից սկսած էլ 3 գումարած 3-ը ձախողված է։ Կողմից մեկը հաղթել է, մյուսը կապիտուլյացիա ուրեմն ենթարկվել, բնականաբար սա հավասարաչափ բանակցային գործընթաց չի հանդիսանում։ Թուրք-ադրբեջանական դուետին հիմա ոչ տաք է, ոչ էլ սառը։ Այս հարթակը Ռուսաստանին է անհրաժեշտ, շարունակում է մասնագետը։ Ռուսաստանը պետք է որպեսզի ցույց տա, որ ինքը Հարավային Կովկասում ներկայացվածություն ունի, որովհետև Ադրբեջանի հարաբերությունները բավականաչափ սառել են։ Այստեղ ընդամենը ինքը ներկայ Հայաստանում այն էլ իր ռազմական բազայի եւ սահմանապահների արկայությամբ, որն էլ արդեն կամաց դուրս մղվելու վրա է։ Հայաստանն էլ բնականաբար համաձայն է ձևաչափի դա բխում է իշխող քաղաքականությունից, ռազմավարությունից, որ արդեն խաղաղությունը մենք Ադրբեջանի տարբեր ձևաչափերով արդեն խաղաղ համակեցվում ենք։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա ըստ մասնագետի մեր հարավային հարևանն էլ այս ձևաչափի համար պահած մեծ ոգևորություն չունի ու ի դեպ սա միակ 3 գումարած 3-ն է, որ մաթեմատիկորեն միանշանակ հավասար է 6-ի պատասխանը չունի։ Վրաստանի աթոռը դատարկ է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։